Քո հրաշքն ամեն օր ուղերձների շարք։ Աստծո սերը անպայմանական է։ Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է Աստծո սիրո խորհրդանիշը անվանումը։ Այո, Աստծո սիրո խորհրդանիշը խաչն է։ Աստված Իր սերը հայտնեց մարդկանց հանդեպ Տեր Հիսուս Քրիստոսի աշխարհ գալով և մեր մեղքերի համար Գողգոթայի խաչի չարչարանքների ու մահվան շնորհիվ մեր փրկության գինը վճարելով։ Սիրելի՛ բարեկամ, Աստված բոլորին է սիրում։ Սա չի նշանակում, որ բոլոր մարդիկ հավասարապես ընդունելի են Արարիչ Աստծու համար, այլ որ ցանկացած մարդ թանկ է և որ Աստված չի կամենում մարդու կործանումը։ Մարդու կործանումն անխուսափելի է, եթե մարդը չապաշխարի մեղքով լի ու Աստծու կամքին հակառակ իր ընթացքից և ապրելակերպից։ Սակայն Աստված անգամ ամենավատ մարդկանց պարագայում ցանկանում է մարդու դարձի գալը և փրկությունը, այլ ոչ թե նրա հավիտենական տանջանքը դժոխքի և կրակե լճի տառապանքների մեջ։ «Նրանց ասա. «Կենդանի եմ Ես, ասում է Տեր Աստված, և Ես ամբարիշտի մեռնելուց հաճույք չեմ ստանում, այլ որ ամբարիշտը դարձի գա իր ճանապարհից և ապրի։ Դարձե՛ք, դարձե՛ք ձեր չար ճանապարհներից, և դուք ինչո՞ւ մեռնեք» Մեր նկատմամբ Աստծու անսահման խորը սիրո պատճառը մեր մեջ չէ, այլ հենց Արարիչ Աստծու։ Սերը Նրա բնույթն է և էությունը։ Աստված սիրում է քեզ, և Նրա սերը կախված չէ որևէ պայմանից։ Եթե չի կարող լինել փրկություն առանց հավատքի, եթե չի կարող լինել վերստին ծնունդ առանց ապաշխարության, եթե չի կարող լինել աշակերտություն առանց հալածանքների ու դժվարությունների գին վճարելու, ապա Աստծու սիրո համար պայման գոյություն չունի։ Աստծու սերը մեր հանդեպ անպայմանական է։ Եթե Աստվածաշունչը խոսում է այն մասին, որ Աստծու կամքը կատարողները, Նրա անունից երկյուղողները և Նրա կամքը սիրողները արժանանում են Աստծու բարեհաճությանը, ապա Աստծու սիրուն ոչ ոք չի կարող արժանանալ, քանի որ այն բոլորի համար հավասարապես է բաշխված։ Աստված սիրում է մեզնից յուրաքանչյուրին անսահման խորը հայրական սիրով։ Մենք չենք կարող որևէ կերպով ավելացնել կամ պակասեցնել մեր հանդեպ Նրա սերը։ «Ով չի սիրում, Աստծուն չի ճանաչում, որովհետև Աստված սեր է։ Աստծու սերը մեր հանդեպ նրանով երևաց, որ Աստված Իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի Նրանով ապրենք։ Սրա մեջ է սերը, ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ Նա մեզ սիրեց և Իր Որդուն ուղարկեց մեր մեղքերի քավության համար» Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, աղոթում եմ, որ այսօրվա ուղերձը խորը քաջալերանք լինի քեզ համար։ Հաճախ մենք նայում ենք մեր կյանքի իրավիճակներին և սկսում ենք մտածել, թե Աստված այլևս մեզ չի սիրում։ Սակայն Աստված նայում է մեր կյանքի իրավիճակներին և ասում. «Քո տառապանքը մեծ ցավ է Իմ սրտին, սակայն Ես դա էլ դեպի բարին եմ շրջելու, եթե դու Իմ սիրուն պատասխանես փոխադարձ սիրով»։ Աստված մեծագույն փափագով սպասում է մեզնից յուրաքանչյուրի դարձի գալուն և հոգևոր աճին ու հասունացմանը։ Աստված հայրական հոգատարությամբ ապահովել է ամենը, որ պետք է մեր կյանքի և աստվածապաշտության համար։ Տեր Հիսուսը Հոր աջ կողմում բարեխոսում է մեզ համար։ Սուրբ Հոգին փափագելով փափագում է զորացնել մեզ մեր դժվարությունների մեջ և ուղղորդել մեզ դեպի Իր կամքի ապահովությունը։ Աստված սիրում է քեզ անպայմանական սիրով, և այդ սերը կախված չէ Իր հանդեպ քո վերաբերմունքից կամ Նրա համար կատարած քո գործերից, թեև Նա սպասում է մեր դարձի գալուն։ Աստված սիրում է քեզ։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։